Պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերն ու դրանց ուսումնասիրությունը թույլ են տալիս կատարել վերակազմություններ և դրանց շնորհիվ առավել ամբողջական պատկերացում կազմել, թե ինչպիսին է եղել ամրոցը իր ժամանակին։ Գլխավոր մուտքով ամրոց մտնելով հայտնվում ես մեծ հրապարակում, որի ձախ կողմում Խալդիի տաճարն է։ Տաճարի պատերին ագուցված էին բրոնզե վահաններ։ Ներսը զարդարված էր որմնանկարներով։ Խալդիի տաճարին դեմ հանդիման գտնվում էր պալատական մեծ սրահը, որի սյուների մեծ խարույկներին փորագրված էին արձանագրություններ շինարարության մասին։ Պալատական մեծ սրահը սյունազարդ էր, պատերը զարդարված էին ճոխ որմնանկարներով, որոնք ունեին ինչպես պաշտամունքային, այնպես էլ աշխարհիկ մոտիվներ։ Սրահի գլխամասում տեղակայված էր գահը, որը ծառայում էր փոխարքային, իսկ արքայի այցելության դեպքում հենց իրեն արքային։ Գահն ուներ որոշակի ընդգծված բարձրություն։ Ամրոցի տարածքի մյուս հոգևոր հաստատությունը Սուսի տաճարն է, որի մուտքի երկու կողմերում փորագրված է տաճարի կառուցման մասին արձանագրությունը։ Դատելով գտնված նյութերից, տաճարի արտաքին պատերը ներկված էին կապույտ գույնով, իսկ տաճարական ներքին բակի պատերը կարմիր, որոնց վրա ևս ագուցված էին բրոնզե վահաններ։